Ալիմենտ կամ ապրուստավճար։ Ինչ է այն իրենից ենթադրում։ Եվ արդյոք միայն երեխաները կարող են ծնողներից պահանջել իրենց համար վճարել ալիմենտ։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչ է ենթադրում իրենից ալիմենտը եւ արդյոք միայն երեխաները կարող են պահանջել այն, թե ծնողները կարող են վճարել իրենց նաեւ չափահաս երեխաներին, ամուսինները դեռևս ամուսնության ընթացքում, ինչպես նաեւ թոռները պահանջել ալիմենտ տատիկ-պապիկներից եւ որ չափով։ Այսպիսով փորձենք հերթականությամբ դիտարկել այս հարցը բոլոր կողմերից։ Առաջինը. ով է վճարում ալիմենտ։ Բոլոր դեպքերում ծնողները պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության մասին։ Իրենք ինքնուրույն են որոշում, ինչ չափով եւ ինչպես դա անել։ Սակայն այն դեպքերում, երբ ալիմենտը չի վճարվում, դատական կարգով ծնողը պարտավորեցվում է վճարել այն։ Հիմա հասկանանք ինչ թվաբանություն է կիրառում դատարանը, երբ որոշում է վճարել բռնագանձել ալիմենտ։ Այսպիսով, մեկ երեխայի համար հաշվարկվում է ծնողի ընդհանուր եկամտի ոչ ավել քան 25% կամ 1/4։ Երկու երեխաների պարագայում այն կազմում է եկամտի 1/3։ 3 եւ ավելի երեխաների պարագայում ոչ ավելին քան 50%։ Օրենսդիրը այստեղ նաեւ սահմանում է նվազագույն շեմ։ Այն դեպքերում, երբ այդ գումարը չի կարող լինել ավելի պակաս, քան 10,000 դրամը։ Միևնույն ժամանակ, այն դեպքերում, երբ ծնողը հանդիսանում է անաշխատունակության նպաստ ստացող, ապա բռնագանձվող ալիմենտը չի կարող գերազանցել այդ նպաստի 20%-ը։ Իսկ ինչպես է հաշվարկվում ալիմենտը, եթե ծնողը ունի կայուն եկամուտ, կամ եկամուտը ստանում է բնամթերքով կամ արտարժույթով, կամ ընդհանրապես գրանցված եկամուտ չունի։ Այս պարագայում դատարանը որոշում է կայուն գումար։ Կայուն գումարը հաշվարկվում է երեխայի շահերից եւ ծնողների հնարավոր տնտեսական դրությունից ելնելով։ Կայուն գումարը եւս վճարվում է ամսական կտրվածքով։ Կարևոր փոփոխություն է տեղի ունեցել 2025 թվականին եւ այլևս ալիմենտը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով։ Այսինքն ձեռքից ձեռք, սա էլ կոնֆետի գումար, կամ վճարել եմ, դու չես հիշում, չես գրանցել, խնդիրները այլևս արդիական չեն այս իրավիճակում։ Միևնույն ժամանակ հետաքրքիր է նկատել, որ կարող է նաև չափահաս երեխան ծնողից պահանջել ալիմենտ, որ դեպքերում է դա տեղի ունենում։ Սա թույլատրելի է այն դեպքերում, երբ երեխան լինելով չափահաս անաշխատունակ է կամ ունի հաշմանդամություն։ Այս պարագայում վերջինս կարող է ալիմենտի բռնագանձման պահանջ ներկայացնել դատարան եւ դատարանը որոշում է վճարել կայուն գումար։ Պատկերացրեցինք, չէ՞։ Մենք տոկոսային հաշվարկվում է բացառապես այն իրավիճակներում, երբ խոսքը գնում է անչափահաս երեխաների մասին եւ կա գրանցված որոշակի եկամուտ, այն բոլոր դեպքերում, երբ չկա եկամուտ կամ դա չափահաս երեխայի մասին է խոսքը գնում, այս պարագայում դատարանը որոշում է կայուն եկամտի տեսքով ձևավորել ալիմենտի չափը։ Այսպիսով, հետաքրքիր դիտարկումներ նաև այս ոլորտում։ Ինչ է տեղի ունենում, երբ ամուսինները միասին բնակվում են։ Այստեղ եւս կա կարգավորում, որ վերջիններս պարտավորվածություն ունեն ֆինանսապես աջակցել միմյանց։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ բացակայում է այդպիսի աջակցությունը։ Օրենսդիրը նախատեսում է, որ ամուսիններից մեկը կարող է դիմել դատարան եւ ալիմենտի բռնագանձման պահանջ ներկայացնել մյուս ամուսնուց այն իրավիճակներում, երբ կինը գտնվում է հղիության ընթացքում կամ խնամքին ունի մինչև 3 տարեկան երեխա։ Երբ անաշխատունակ կինը ունի խնամքին հաշմանդամություն ունեցող անչափահաս երեխա կամ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող չափահաս երեխա։ Միևնույն ժամանակ, ամուսնալուծությունից հետո ամուսինները կարող են միմյանց նկատմամբ ներկայացնել ալիմենտի պահանջ դատական կարգով։
Այստեղ կան որոշակի բացառություններ իհարկե, որ դատարանը կարող է որոշել ազատել այդ պարտավորության կատարումից ամուսիններից մեկին, երբ օրինակ ապացուցվում է, որ ամուսնու անաշխատ ունակությունը վրա է հասել թմրանյութեր կամ ոգելից խմիչք կիրառելու արդյունքում, երբ որոշվում է, որ տվյալ ամուսնության ընթացքում տեղի է ունեցել հակաբարոյական արարք, ինչ օրենսդիրը ենթադրում է ամուսնական դավաճանություն կամ մոլախաղերով տարվածություն։ Եվ երրորդ դեպքը այն է, երբ համատեղ ամուսնությունը տևել է ավելի պակաս, քան 1 տարին։ Եվս մեկ հետաքրքիր դիտարկում. Եթե երեխան մնացել է առանց ծնողական խնամքի եւ գտնվում է շուրջօրյա խնամակալության ներքո հաստատությունում, այս պարագայում եւս հնարավոր է ծնողներից ալիմենտի պահանջ ներկայացնել, եւ ալիմենտը այս դեպքում վճարվում է այն կազմակերպությանը, որը իրականացնում է շուրջօրյա խնամք։ Ալիմենտային պահանջներ ներկայացնել հնարավոր է նաեւ տատիկ-պապիկներին, քույր-եղբայրներին։ Այն դեպքերում, երբ վերջիններս հանդիսանում են վճարունակ անձիկ, իսկ ծնողները հնարավորություն չեն ունեցել կամ չեն եղել ծնողներ, ովքեր կարող էին վճարել ալիմենտ։ Այս պարագայում օրենսդիրը հնարավորինս մեծ ցանց է ստեղծում ընտանիքի բոլոր անդամներին միմյանց աջակցություն տալու նպատակով, սակայն կարևոր տարբերություն կա։ Ծնողի պարագայում օրենսդիրը չի դիտարկում, երբ վճարունակ է ալիմենտ վճարելու համար, իսկ տատիկ-պապիկների չափահաս քույր-եղբայրների պարագայում օրենսդիրը վերապահում է անում, որ անչափահասը կարող է ալիմենտի վճարման պահանջ ներկայացնել վերջիններից, եթե վերջիններս ունեն բավարար դրամական միջոցներ եւ իրենց անմիջական ծնողները իրենց չեն վճարում ալիմենտներ։ Ինչ ընթացակարգով է վճարվում ալիմենտը։ Տարբերակները մի քանիսն են։ Առաջինը ալիմենտի համաձայնության ձեռքբերում, որը հաստատվում է նոտարական կարգով, դատարանի վճռով եւ իհարկե հիմա օրենսդրական փոփոխությունների արդյունքում մինչեւ դատարան դիմելը ալիմենտի, այսինքն ապրուստավճարի հարցը լուծելու համար անհրաժեշտ է դիմել հաշտարարության, հետեւաբար երրորդ տարբերակը հաշտության համաձայնությունն է։ Կարևոր է, որ այն լինի գրանցված, փաստաթղթավորված։ Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ինչ իրավական հետևանքներ են վրա հասնում այն դեպքում, երբ խուսափում է վճարվել ալիմենտ։ Այսպես, 1 տարվա ընթացքում 3 կամ ավել ամիսներ չարամտորեն ալիմենտի վճարումից խուսափելու պարագայում վրա է հասնում տուգանք, որը կարող է լինել ֆինանսական, հարկադիր աշխատանքների տեսքով կամ ազատության սահմանափակում։ Իսկ 1 տարի անընդմեջ չվճարելու պարագայում կարող է հարց դրվել անգամ ծնողական իրավունքների զրկման մասին։ Այնպես, որ սրանք ընթացակարգեր եւ գործիքակազմեր են, որոնք որ կարող են ապահովագրել ձեզ անբարեխիղճորեն ալիմենտի վճարումից խուսափող ծնողին պարտավորեցնելու համար իր պարտականությունները կատարել։ Բոլոր դեպքերում անհրաժեշտ է, որ ձեզ շահերը ներկայացնի փորձառու փաստաբանը կամ անհրաժեշտ է դիմել փորձառու հաշտարարին վեճը լուծելու համար։ Իմ կոնտակտային տվյալները որպես հաշտարար եւ որպես փաստաբան կարող եք գտնել այս հոլովակի մեկնաբանություններ բաժնում կամ կապ հաստատել ինձ հետ սոցիալական հարթակների միջոցով։ Շնորհակալ եմ։